Օրինակ մենք խոսում ենք հավասարության մասին, հետո կանեք գալիս ասում են կանեք մեր նկատմամբ սոլիդար չեն, տղամարդիկ մեզ նեղացնում են։ Այդտեղ ուր կորավ հավասարությունը։ Եթե խոսում ենք ազգային ժողովի падգամավորների մասին, խոսում ենք ազգային ժողովի падգամավորների մասին։ Չենք խոսում ազգային ժողովի կին եւ տղամարդ падգամավորների մասին։ Քաղաքական բանավեճում այդտեղ սոլիդարության հարց չկա։ Իրենք իրենց խոսքն են ասում, մենք մեր խոսքն ենք ասում եւ այնպես չի լինում, որ իրենք հաստատ այլ խմբակցության падգամավորները ինչ որ ավելի այսպես խնամքով են վերաբերվում հակառակ խմբակցության падգամավորներին, հատկապես կանանց, նման բան չկա, որովհետեւ նորից եմ ասում, այդտեղ հավասարություն է։ Ես կարծում եմ, որ մենք անդադ խոսում ենք կնոջ եւ տղամարդու հավասարության մասին, խոսում ենք падգամավոր կին, պաշտոնյա տղամարդ եւ հենց գալիս է ինչ-որ մի հատ այսպեսի մի բան, ասում են, օй կանանց իրավունքների, բայց մինչեւ այդ բոլորը հավասար էին։ Ուզում եմ հասկանալ այդ իրավունքները երբ են եւ այդ սոլիդարությունը երբ է առաջանում։